Վարդան արևելցուններ բողական ճառը ուղված Հովհաննես Մկրտչին։ Որևէ բանական էակ սուրբերին արժանապես գովել չի կարող։ Սակայն Աստծո սիրո համար հոժարում ենք, քանզի իմանալի լույսին խաչի վրա չարչարանքներով փառավորված տեսնելով, նրանք ամենայն համարձակությամբ դիմեցին իրենց արյունը խառնելու Քրիստոսի փրկչական արյանը, որպեսզի չարչարակից լինելով հաղորդակից լինեն նաև փառքին։ Հարկ է, որ մենք կատարենք բոլոր սուրբերի տոնախմբությունները և բոլորի համար բացենք մեր միտքը, լեզուն և ականջը։ Միտքը, որպեսզի խորհենք նրանց առաքինական ճգնության մասին, լեզուն, որպեսզի արժանին ասենք նրանց քաջ մարտակցության մասին, և ականջը, որպեսզի լսենք ու մտապահենք նրանց մարտիրոսական վկայությունը, քանի որ նրանցն է տոնախմբությունը, իսկ մերը տոնասիրության պսակը։ Ուրախանանք վկաների պատվով և ցնծանք նահատակների արյամբ, նրանք մեր դաստիարակները բանական ողջակեցներ են, կատարյալ զոհեր, ընդունելի պատարակներ, չարության հալածիչներ և աշխարհի մաքրություն, նրանք գովելի են և արժանի հիշատակության։ Իսկ ինչ ասենք Սուրբ Կարապետի մասին, որի առաքինության պատիվը գերազանց է ամեն մի լեզվից ու խոսքից, որ հրավիրում է մեզ պատմելու իր երկնային կենցաղավարության զարմանալի պատմությունը, ով ավետաբեր է, քահանա, ղևտացի, քահանայապետի որդի, ամուլ արգանդից ծնված, բարձրացած իբրև հրեշտակ և երկնային պարգևներով լցված իբրև մեծ ծով, որի գովքը նրան տրվող անուններից կարող ենք իմանալ, նրան անվանում ենք մարգարե, առաքյալ, քահանա, Փեսայի բարեկամ, Կարապետ, Արուսյակ, Մկրտիչ, խոսքի ձայն և մեծ խորհրդի հրեշտակ։ Մարգարե ենք կոչում մարգարեների և մարգարեացած տեսանողների նման, սակայն նա գերազանցում է նրանց, քանի որ ում մասին նրանք խոսքով քարոզեցին, նա նրա ականատեսը և ավետողը եղավ ասելով. «Ահա Աստուծո գառը, որ վերցնում է աշխարհի մեղքը»։ Առաքյալ է ասվում, քանի որ ամեն մի առաքյալ իր առաքչի մասին է հայտնում, ըստ այն խոսքի, թե Աստծո խոսքը լսելի եղավ Հովհաննեսին քարոզելու ապաշխարություն։ Քահանա է ասվում, որովհետև նրանով, աստվածային գլխի վրա նրա ձեռք դնելով, ավարտվեց հին օրենքի քահանայությունը և սկսվեց ու ավանդվեց ճշմարիտ քահանայությունը։ Փեսայի բարեկամ է կոչվում, որովհետև լսեց երկնավոր Փեսայի ձայնը և իրազեկ եղավ նրա խորհրդին։ Կարապետ և երկնավոր թագավորի առջևից ընթացող է կոչվում, որովհետև նախապես եկավ պատրաստելու Տիրոջ ժողովրդին։ Կոչվում է արդարության արեգակի Արուսյակ, որովհետև նրանով լուսավորվեցին խավարի և մահվան ստվերների մեջ նստածները։ Իսկ Մկրտիչ է կոչվում, որովհետև Աստծո որդին նրանից ընդունեց մկրտություն և եղավ Անդրանիկը ավազանի արգանդից որդիացած նոր արարածներից, որով Քրիստոսին եղբայր եղանք հավատացյալներս։ Նաև քարոզիչ ու ավետարանիչ է անվանվում, բոլորին բարեկամի պես երկնավոր արքային ընդառաջ ելնելու, փրկության հանդերձ և ուրախության պատմության հագնելու հրավիրող լինելով։ Քնի թմբիրից արթնացնող ձայն է կոչվում, որովհետև հրավիրում է լսելու բան Աստուծո կենարար վարդապետությունը։ Մեծ խորհրդի հրեշտակ է անվանվում, բան Աստուծո անճարելի և անհասանելի տնօրինությանը սպասավորելու պատճառով, ըստ որում ասում էր. «Արժանի չեն նրա կոշիկների կապերը», այսինքն աստվածային տնօրինությունից մի փոքր մաս անգամ արձակելու։ Ճրագ է անվանվում արեգակի մշտնջենավոր ճառագայթների ծագումից առաջ լուսատու լինելու պատճառով, ըստ որում ասում էր. «Պետք է, որ նա պայծառանա, իսկ ես նվազեմ»։ Այսպիսի սքանչելի մարդու մեծ և զարմանալի վայելչության մասին ինչպես կհամարձակվի որևէ մեկը խոսել։ Նա է,
որ մարմնով ծնվեց Ահարոնի դուստրերից եւ հոգեվոր պատարակներ է մատուցում, ինչպես Մելքիսեդեկը, նա ելավ թլպատությունից ըստ հին օրենքի եւ հայտնեց նոր օրենքի անձեռագործ թլպատությունը։ Նա միջնորդ եղավ երկու կտակարանների միջև, առաջինն ավարտեց եւ երկրորդը սկսեց։ Ըստ Մովսիսական օրենքների ծաղկեց եւ պտուղ տվեց ըստ Քրիստոսի ավետարանի։ Սա ցնծած իր մոր որովայնում եւ այնտեղ երկրպագեց կույսի արգանդում գտնվող հնորյա մանկանը։ Նաեւ իր մոր բերանով գոչեց իր տառնորդու մասին ասելով. «Օրհնյալ ես դու կանանց մեջ եւ օրհնյալ է քո որովայնի պտուղը»։ Սա գնաց Հորդանան եւ բռնեց հոգեվոր որսը, եղավ հարսի եկեղեցու սիրելին եւ հարցնախոսեց նրան երկնավոր Փեսայի համար։ Սա մկրտեց Աստուծո որդուն, լսեց հայրական ձայնը. «Դա է իմ սիրելի որդին», եւ տեսավ Սուրբ Հոգուն աղավնակերպ իջած փառակցի վրա, մարմնավոր ձեռքերով շոշափեց նրան, ում սերով փեները փափագում էին մոտենալ։ Սա է ողկույզը, որ պտղաբերեց ամուլ ճյուղից եւ քարոզեց նրան, ով առաջ էր հավիտյաններից։ Սա է, ում վայելչությունը չեն կարող տեսնել ծովը, ցամաքն ու աստղերի բույլերը, եթե մեկտեղ ժողովվեն։ Այժմ թվենք արդարներին, վայելուչներին, կատարյալներին, ընտիրներին ու ամբիցներին, որոնց աշխարհը արժանի չէ։ Եվ երբ իմանանք նրանց վարքի մասին, ապա կճանաչենք շնորհների մեծությունը, որ պարփակված է տերունական այս խոսքում. «Կանանցից ծնվածների մեջ նրանից մեծը չի ելել»։ Սկսենք առաջին արդարից, Աբելից, որը նախ իրեն սրբեց, Աստծուն հաճելի քահանա եղավ, որ պատարակեց եւ պատարակվեց իր ճշմարիտ եւ ընդունելի պատարակի վրա, սակայն նա մեծ չէ Հովհաննեսից։ Մեծ ու սքանչելի Ենոքը բնությամբ մահկանացու լինելով, իր պատվիրանապահության շնորհիվ անմահության փոխվեց, սակայն նա մեծ չէ Հովհաննեսից։ Հրաշալի էր նաև արդար Նոյը, որն իր հավատն իբրև վեմ տարածեց թույլ բնության վրա, բնակության տուն շինեց, եղավ աշխարհի երկրորդ նախահայրը եւ Տիրոջն ընդունելի անուշահոտ պատարակ մատուցեց, սակայն նա մեծ չէ Հովհաննեսից։ Աբրահամը, որ կատարյալ հավատով եղավ երրորդության խորհրդի հյուրընկալը, որ չխնայեց իր միամորիկ որդուն, այլ նրան կապեց եւ հանելով սուրը կամեցավ զոհել նրան Աստծուն իբրև ողջակես, սակայն նա մեծ չէ Հովհաննեսից։ Ինչ ասենք Իսահակի, որ հոժարությամբ գնում էր մորթվելու եւ Աստծուն պատարակվելու, կամ Հակոբի մասին, որ մենամարտեց Աստուծո հետ եւ օրհնյալ Աստվածատես անվանվեց։ Նաեւ Հովսեփի մասին, որ իր ողջախոհությամբ հաղթեց կնոջ պիղծ ցանկությանը, սակայն նրանք մեծ չեն Հովհաննեսից։ Մեծ քահանայապետ Մելքիսեդեկը, մեծ Աստուծո օրինակը, որը մարդուց չստացավ քահանայությունը, այլ Աստծուց, եւ քահանայագործեց հոգևոր եւ Աստծուն հաճելի պատարակներ մատուցելով, որն ամեն բանով ընդունեց Աստուծո որդու նմանությունը, սակայն նա մեծ չէ Հովհաննեսից։ Մովսեսը շատ հրաշքներ գործեց Եգիպտոսում, ծովում եւ անապատում, հնազանդեցրեց տարերքներն իբրև Աստված։ Ձայնեցին նրան արարածները, երբ անցնում էր անապատով։ Աստված խոսեց նրա իբրև ծանոթի հետ։ Սինա լեռան գագաթին նա մտավ հրեղեն ամպի արագաստը եւ պայծառացան նրա երեսները։ Սակայն այս ամերով հանդերձ նա մեծ չէ Հովհաննեսից։ Սքանչելի Հեսուն, Նավեի որդին, նույնպես բազում հրաշքներ գործեց։ Հորդանանի ջրերը դարձրեց ու անցկացրեց մարդկանց բազմությունը, բարձրաձայն գոչեց եւ Երիքովի պարիսպներն ընկան, Արեգակն ու Լուսինը նույնպես չարհամարեցին նրա հրամանը եւ կանգ առան, սակայն նա մեծ չէ Հովհաննեսից։ Սամուելը, որ մեծացավ Աստուծո տանը եւ մանկուց եղավ սրբության սպասավոր, Դավիթը, որն իր սրբության շնորհիվ Աստուծո սիրտ կոչվեց եւ Աստուծո բանի մարմնով հայր անվանվեց, սակայն
նրանք մեծ չեն Հովհաննեսից։ Տեսնենք նաև բոլոր մարգարեներին, որոնք հայտնեցին գալիքը, որովհետև Սուրբ Հոգով հասու եղան Աստծո խորհրդին։ Ահա Եղիան, որ հրեղեն կարգով երկինք բարձրացավ և որի հրամանին անսացին բոլոր ստեղծվածները, երկինքը կանգ առավ, որպեսզի անձրև չտա։ Նաև Եղիսեն, որն ընդունեց նրա հոգին և բժշկեց Երիքովի ջրերը, սրբեց Նեեմանի բորոտությունը, ամուրին զավակ պարգևեց և գործերով ու սքանչելիքներով հարության խույսը ցույց տվեց, սակայն նրանք մեծ չեն Հովհաննեսից։ Բարձր խոսող Եսային և Երեմիան, որոնք Սուրբ Հոգու անոթներ, մաքուր տաճարներ և Աստծո օթևաններ եղան, որոնք պայծառացած հոգով և իրենց մարգարեության փողով քարոզեցին կենարարի գալստյան մասին և արժանացան Աստծուն տեսնելու, սակայն նրանք մեծ չեն Հովհաննեսից։ Եզեկիելը Քոբար գետի վրա տեսավ քերովբեական կառքը և նրա մեջ երրորդության խորհուրդը, իսկ Հովհաննեսը երրորդությանը Հորդանանում տեսավ։ Զաքարիան ծագումն անվանեց, իսկ սա աշխարհ իջած նույն ծագումի առջևից գնալով նրա կարապետը եղավ։ Իսկ Դանիելը, ում Տիրոջ հրեշտակը սիրելի անվանեց, ում աստվածավայել տեսքից նաև գազաններն էին պատկառում։ Կամենում եմ գովաբանել 3 մանուկներին, որոնց երեսները փայլում էին, ինչպես հրի մեջ ընկած ոսկի, որովհետև Աստծո սերը վառվելով բորբոքվում էր նրանց հոգում, և այդ պատճառով կրակն էլ պատկառում էր նրանցից, որոնք 3 հոգով մտան հրի մեջ, սակայն 4-ն էին երևում։ Բուրեց նրանց հոտը, իբրև անուշահոտ յուղ, և նրանց առաքինությունը փայլեց, ինչպես արեգակը, և ահա դարեդար ծագում և անուշահոտ են դարձնում ամբողջ աշխարհը, սակայն նրանք բոլորը մեծ չեն Հովհաննեսից։ Արդ այս ամենը զուր չասացի ձեզ, այլ որպեսզի ցույց տամ Հովհաննեսի փառքի և մեծ շնորհների մեծությունը և իմաստության մեծ զորությունը, որ ծածկված է տերունական խոսքերի մեջ։ Միայն հոգու աչքերով կարելի է տեսնել ծածկված գանձը, որ թաքնված է նրա մեջ, քանի որ բարձր է նրա աստիճանը, և ոչ ոք չի կարող մարմնավոր աչքերով տեսնել նրան, քանզի անզուգական է նրա վայելչությունը բոլոր սուրբերի մեջ։ Բացի Հիսուս Քրիստոսից, որ ստեղծեց նրան իր մոր որովայնում, ուրիշ ոչ ոք չի կարող նկարագրել նրան, իսկ նա համառոտ հայտնեց նրա գեղեցկությունը ասելով. «Կանանցից ծնվածների մեջ Հովհաննեսից մեծը չկա»։ Եվ մենք աղերսանքով ու պաղատանքով խնդրենք նրանից. «Ով կենդանի վկա, մարգարեների դասի գլուխ, որ նախապես հայտնեցիր բանի գալստյան մասին, ում կարապետն ու ականատեսը եղար։ Դու սկիզբ առաքելական դասի և մարտիրոսների գնդի օրինակ, որ պատարակվեցիր գառի պատարակվելուց առաջ, ինչպես որ նրանից հետո Սուրբ Ստեփանոսը։ Դու Աստծո օրենքների նախանձախնդիր, ինչպես նախօրինակ Քրիստոսի հոտի հովիվների։ Դու, որ խանձարուրից սկսած անապատում սնվեցիր, լինելով մարմնավոր հրեշտակի նման, և միանձնյաների ճգնավորական վարքի սկիզբը դրեցիր, աղաչում ենք քեզ, իբրև Քրիստոսի կենդանի վկայի և անմահ թագավորի մերձավորի, ընդունիր մեր շուրթերի պտուղը, որ ըստ մեր կարողության քեզ պատվական ակներից պսակ հյուսեցինք, և հատուցիր մեզ քո առատ պարգևներից, որպեսզի մեղքերի թողություն գտնենք արդար դատաստանի այն օրը։ Նաև անարատ պահիր հավատացյալների ողջ եկեղեցին, որին քո կողմից վկայված անմահ գառը գնեց իր արյունով, որպեսզի բոլորս և հովիվները, և ճշմարտությունը դավանողներս ապրենք այս աշխարհում առաքինասեր վարքով և Քրիստոսի ուղղափառ դավանությամբ, իսկ հանդերձյալում առանց ամոթի և համարձակ կանգնենք ահավոր ատյանի առջև և մաս ունենանք սուրբերի հանգստի մեջ։